Բարև հայր ջան, երեք իմացա այս Պապիկյանի նոր հրամանի մասին, որով մերժում է հոգևոր առաջնորդությունը բանակում։ Ես էլ չեմ զարմանում ամեն օր մի հատ նոր հակահայկական ապազգային ու հիվանդոտ որոշումներից։ Ես զարմանում եմ մեր հայերիս մեծամասնության ապաթիայից ու անտարբերությունից։ Ես հիմա էլ վստահ չեմ, որ երբ մենք դուրս գանք այս համակարգի դեմ, արդյոք մեզ կմիանաք, թե նորից պետք է տունը նստեք ու նայեք ոնց են ընդամենը մի կամ էլ մի քանի հազար մարդ փորձում ես երկիրը փրկել։ Դուք էլ տենց ոնց որ հիմնականում ասեք, դե մի հատ մի բան արեք, տենանք ինչ եք անում, նոր կմիանանք։ Ախր եթե մի բան անենք, էլ ինչի եք միանում։ Կամ դուք չեք հասկանում, որ առանց ձեր միանալու ոչ մի բան չենք կարա անենք։ Ու իմ ցավը այսօրվա հակահայկական իշխանությունը չի, այլ ձեր անտարբերությունն ու հերվից դիտորդի կարգավիճակն է, որովհետև այս իշխանության գոյությունը ընդհանրապես հետևանքն է ձեր անտարբերության ու դիտորդի կարգավիճակում ապրելու, որովհետև չկա ուրիշ մեղավոր ու չկա այլ պատճառ սրանց իշխանության մնալու շարունակությանը բացի ձեզանից, այսինքն այն մարդկանցից, ովքեր on-line բողոքելուց բացի ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն ու ոչ էլ պատրաստ են։ Էլ չեմ խոսում այն դեգեներատ զանգվածի մասին, որ հերիք չի իրանք բան չեն անում, հետն էլ երբ մենք փորձում ենք մի բան անել, էլ զրպարտում են, էլ շարով են տալի, էլ մարդկանց փորձում են վանեն մեզանից։ Ու ով են իրականում նմանները, եթե ոչ նիկոլական ճորտեր, Նիկոլի համակարգը պահող ստրկամիտ հակահայ ու ապազգային կերպարներ, կասեք։ Անցած տարի 2025 թվականի ապրիլ-մայիսին դուրս եկանք այս համակարգի դեմ։ Դուք տեսաք ինչ կատարվեց։ Դուք տեսաք քանի լրփի ծնունդ մեզ էլ շարով տվեց, էլ իրենց արևին վրներս կեղտ գտավ։ Ամեն կերպ խանգարեցին ու այսօր, որ այս համակարգը դեռ կա, գլխավոր պատճառներից մեկը հենց դրանք են։ Իրանք կոնկրետ համակարգով ուղղորդված ու կապ չունի համակարգի որ դեմքի կողմից, ներկաների թե նախկինների։ Ամեն դեպքում այդ նույն համակարգով ուղղորդված մի հատ մեծ մեդիա հարձակում կազմակերպեցին բոլորիս վրա։ Մի լրփի ծնունդը հելում ասում էր մենք ջհուդ ենք, այն մի վիժվածքը հելում ասում էր մենք աղանդավոր ենք։ Այն մի պորնիկի ծնունդը հելում ասում էր, որ մենք նիկոլական ենք, այն մյուս վիժվածքը հելում ասում էր ես իմում ագենտ ենք։ Ու այսենց մի հատ պուտանոիդների զբրոտ արեց ամեն ինչ, որ այն մարդիկ, ովքեր մեզ նոր էին ճանաչում, վախենան, հուշ տլնեն ու չգան։ Ու նորից եմ կրկնում, այսօր որ այս համակարգը դեռ գործում է, որ ամեն օր մի հատ ապազգային կամ հակահայկական մի բան անում է, դրա գլխավոր ու հիմնական պատճառներից է այդ լրփի վաստակների կուտոկը, ովքեր արեցին ամեն ինչ, որ վերածննդի շարժումը չստացվի։ Այսինքն Նիկոլը մնա իշխանության ու նման վիժվածքները լինելով փաստացի նիկոլական, ովքեր խանգարեցին մեզ Նիկոլի համակարգի դեմ պայքարել, մեզ են ասում նիկոլական։ Ու հիմա ես չեմ ուզում սրա մեջ շատ խորանամ, մենք հեսա նորից ենք դուրս գալու ու արդեն այդ սխալներից դասերը քաղած, ու թող հələ մի հատ լրփի վաստակ փորձվի վերածննդի շարժմանը դեմ մի բան խոսա, թող մենակ մեկը փորձվի, մեկը ով իրան ներկայացնում է իբր հականիկոլական, մի հատ ավել պակաս խոսած վերածննդի շարժման դեմ, դուք ուղղակի կտենաք նմանի հետ ինչ ալնում։ Անցած տարի մենք մի քիչ զուսպ էինք, մի քիչ համեստ էինք մոտենում, մի քիչ մարդկային էինք մոտենում, մտածելով կհասկանանք, ուղղվեն եւ այլն։ Հիմա էլ հույս ունենք, որ հասկացել են։ Եթե տենանք չեն հասկացել, այդ կլինի իրանց կյանքի մեծագույն սխալը։ Կապրենք կտենանք, մի խոսքով դա դեռ արժևում է, դրա մասին հետո։ Ու վերադառնանք այսօրվան։ Նիկոլի ու այս ընդհանուր համակարգի շարունակական ապազգային գործողությունների միակ մեղավորը նրանք են, ովքեր չեն մասնակցում սրանց դեմ պայքարին։ Ուրիշ մեղավորներ մի փնտրեք։ Ու սրանց դեմ պայքարը խորհրդարանական ընդդիմության հետ չի, ես դա նկատի չունեմ, որովհետև դրանք էլ սրանց նման նույն համակարգի մաս են, իհարկե որոշ անհատների հանած։ Խոսքս մեր հետ պայքարի դուրս գալու մասին է, որովհետև մենք այս համակարգի հետ կապ չունենք, մենք ոչ այս համակարգի падգամավոր ենք, ոչ էլ այս համակարգի հետ ընտրությունների մասնակցող որպես թեկնածուներ։ Ու սրա մասին հեսա եւս կխոսանք, մի հատ ծանոթացեք Պապիկյանի հրամանին ու շարունակենք։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար հրաման Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի 2000 թվականի հուլիսի 19-ի N728 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով հրամայում եմ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի 2000 թվականի հուլիսի 19-ի ՀՀ զինված ուժերում հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության մասին N728 հրամանը։ 2. 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդի եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգում։ 3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին 1. Ապահովել մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ եւ ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ։ 2. Ապահովել սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձանց օրենքով շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար սահմանված կարգով զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակելով ուսումնական ծրագրի ավարտից հետո եւ ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ։ 3. Երեքօրյան ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական մայոր եւ կրտսեր սպայական կապիտան կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի եւ գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոններ ստեղծելու վերաբերյալ, որոնք զբաղեցնելու համար պարտադիր պայման է հանդիսանալու հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։ 3. Հրամանի կատարումը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը։ 4. Հրամանը հասցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներին, Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարին, Պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, բանակային կորպուսների եւ զորամասերի հրամանատարներին, համաձայն առաքման հաշվարկի։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Հայր ջան, ես չեմ խոսալու զգացմունքներով։ Զգացմունքներով հիմնականում խոսում են նրանք, ովքեր չունեն քաղաքական առաջարկ ու չգիտեն հարցին ինչ լուծում տան։ Իրանց մաքսիմումը քֆուրն է, մեկ էլ այդ քֆուրից հետո մնացած լայքերն ու մեկնաբանությունները։ Իսկ այդ հարցի լուծում չի։ Նենց չի, որ ես զգացմունքներ չունեմ ու ինքս էլ չեմ եռում ցանկությամբ մի հատ վերից վար բոլորին հանեմ օթերով։ Շատ եմ տենց արել, արդյունք չի եղել։ Արդյունք բերում է հստակ առաջարկը ու այդ առաջարկը ձեր կողմից ընդունելն ու դրան մասնակցելը։ Դրա համար ես խոսալու եմ ճշգրտությամբ, փաստով ու խնդրի լուծման կոնկրետ առաջարկով։ Հիմա տեսեք, մենք այսօր փաստացի կանգնած ենք մի հատ փաստաթղթի առաջ, այս Պապիկյանի հրամանի մասին է խոսքը, որը շատերը փորձում են ներկայացնել որպես այն որ զուտ տեխնիկական որոշում։ Իրականում այս քաղաքական ախտորոշում է։ Այս հրամանը ոչ թե ընդհանրապես մի հատ ստորագրություն է, այլ ամբողջ համակարգի ինքնաբացահայտում, որովհետև երբ պետությունը զինված ուժերում վերացնում է հոգևոր ծառայության ինստիտուցիոնալ ներկայությունը, այդ արդեն վատ է, բայց ավելի վատ է, երբ պետությունը դրա փոխարեն չի կառուցում արժեքային, գաղափարական, բարոյահոգեբանական մեկ այլ համակարգ։ Ու դա մենակ մի բան է նշանակում, որ պետությունը հրաժարվում է մարդուն որպես գիտակցություն ձևավորելուց։ Փորձեմ ավելի պարզ ասել, զինվորը այս հրամանի տրամաբանությամբ այլևս ոչ թե քաղաքակրթական սուբյեկտ է, որն ունի բացի ֆիզիկապես կռիվ տալը նաև գաղափարական հիմքեր, այլ այս հրամանով զինվորը դառնում է ընդհանրապես կենսաբանական ռեսուրս։ Այս կոնկրետ գաղափարական դատարկումը, այս հրամանը փորձ է բանակը անողնաշար դարձնելու։
Սրանք անում են ամեն ինչ, որ մեր հայոց բանակը չունենա ոչ մի ներքին ու մտավոր բովանդակություն, չունենա հիմքեր բացի անիմաստ համազգեստ կրելուց։ Այսինքն տեղից էլ ժամկետային զինծառայողի ծառայության ժամկետը կրճատելով ու գաղափարական հիմքերից էլ զրկելով, զինվորը դառնում է ընդհանրապես տարուց մի քիչ ավել զուտ համազգեստով ապրող, ուրիշ ոչ մի բան։ Բան չունեմ ասելու, կան տղեկ, ովքեր թքած ունեն սրանց հրամանների վրա ու որ տեղն եկավ իրենք համ աղոթելու են, համ խաչով գնալու են առաջ ու համ էլ գիտակցելու են ազգային արժեքները, հարցը դա չի։ Հարցը սրանց համակարգի նպատակներն են։ Ու ես ձեզ վստահեցնում եմ, որ այս հրամանը ծնվել է ոչ թե բանակի շահից, այլ իշխանության վախից։ Նիկոլի իշխանությունը իր նախարարներով հանդերձ շամպես վախում են ցանկացած ինքնուրույն արժեքային կենտրոնից ու կապ չունի այդ կլինի հայոց բանակը թե լույսի բանակը, ուղղակի լույսի բանակի արժեքները, կանոնակարգն ու հրամանները ես եմ արձակում, ոչ թե իրանք, իսկ հայոց բանակի վրա իրավունքները համազգային լռության ու այդ լռությամբ արտահայտված հանդուրժողականության արդյունքում դեռ մնում են այս հակահայ համակարգի ապիկար հրամանատարության տակ։ Ու այո, կրկնում եմ, այս համակարգը շամպես վախում է ցանկացած կառույցից, որը չի կառավարվում բացառապես իրենց վարչական հրահանգով։ Նիկոլի համակարգը իր Ավանեսյանների, Պապիկյանների ու մյուս նախարարների դեմքով չի հանդուրժում ոչ հավատ, ոչ գաղափար, ոչ ազգ, ոչ հայրենասիրություն, ոչ ինքնագիտակցություն։ Իրան պետք են մենակ ռոբոտացված կամ ոնց որ ժողովուրդն է ասում, զոմբիացած կատարողներ ու ենթարկվողներ։ Այս քաղաքական իշխանության դասական էժան մեթոդներից է, որը որդեգրել է ՔՊ-ն։ Նախ դատարկեն մարդուն ներսից, հետո կառավարեն դրսից։ Ու ասեմ ձեզ նաև այս հրամանի իրավական շերտը։ Իրավական ձևակերպումները ստեղ ծառայում են ոչ թե արդարությանը, այլ պատասխանատվությունից խուսափելուն։ Այսինքն հրամանը կառուցված է նենց, որ պատասխանատվությունը բաժանվի, վերահսկողությունը դառնա ձևական, իսկ հետևանքների քաղաքական պատասխանատուն լուծարվի համակարգի մեջ։ Այլ կերպ ասած, այս հրամանը իրավունքի լեզվով գրած անպատասխանատվության փաստաթուղթ է։ Փորձեմ ավելի պարզ ասել, բանակը առանց արժեքային առանցքի դառնում է ոչ թե մարտական համակարգ, այլ վախի վրա պահվող կոլեկտիվ։ Ովքեր գիտեն Հռոմի պատմությունը, լավ գիտեն, որ Հռոմը փլուզվեց ոչ թե զենքի պակասից, այլ իմաստի կորստից։ Խորհրդային բանակը փլվեց ոչ թե թվաքանակից, այլ հավատի մահից։ Ու զինվորը, որը չգիտի ինչի համար է ծառայում բանակում, ինչի համար է կանգնած ռազմական դիրքում, ինչ հավատքով պետք է առաջնորդվի ու ինչ ներքին համոզմունքների ողնաշար ունի, այդ զինվորը առաջին իսկ ճնշման պահին դառնում է անկայուն։ Այսինքն, եթե գլոբալ նայենք այս հրամանին, ապա այս բանակը թույլատնելու ու նահանջները հաստատելու հերթական քայլն է։ Այս հրամանը բանակից հանում է ոչ թե հոգևորականին, այլ պատրաստական գիտակցված զոհաբերության գաղափարը։ Այս փաստը մերժում է մահապարտ հասկացողությունն ու գաղափարական հիմքն ու բացատրությունը։ Այսինքն զինվորի ծառայությունը արդեն խորքային ընկալմամբ, ոչ թե պարտքը հայրենիքի հանդեպ, այլ ծառայությունը իշխանությանը։ Եկեք խոստովանենք, որ հայոց բանակը երբեք չի եղել միայն ռազմական կառույց։ Մեր հայոց բանակը միշտ եղել է ազգային գոյամարտի շարունակություն։ Երբ իշխանությունը բանակում կտրում է հայոց ինքնությունը կրող շերտը, տվյալ դեպքում հոգևոր առաջնորդությունը, այդ արդեն ոչ թե աշխարհիկություն է, այլ ազգային ապամոնտաժում։ Ու հիմա սրա վերաբերյալ առաջարկիս մասին մի փոքր հեռվից գամ։ Տեսեք, Պապիկյանը համարվում է այս հրամանի հեղինակ, բայց ինքը այս համակարգի կատարածուն է ու կապ չունի իրանք ասեն հրաման ստորագրի սրտիկ ցույց տուր երկի կամ բարի, ինքը պետք է անի ու ինքը անում է։ Ինքը լուրջ ու քաշային ֆիգուր չի, ինքը կամազուրկ կատարածու է, ոնց որ մյուս բոլոր նախարարները։ Դրա համար եթե անգամ իրան հեռացնենք, դուրս գանք հրաժարականի պահանջով ու հասնենք արդյունքի, վաղը կգա նույն համակարգի հաջորդ սպասավորը, որովհետև խնդիրը անունը չի, խնդիրը մեխանիզմն է, ու այդ ընտրությունների թեկնածուներն էլ ընդհանրապես այդ մեխանիզմը մի ուրիշ կողմից ամրապնդողներ են, ոչ թե համակարգ կամ մեխանիզմ փոխող։ Համակարգը մերժողը չի կարա ընտրությունների միջոցով գա իշխանության։ Ինքը իրան անգամ այդ ընտրություններին մասնակցել թույլ չի տա։
Բացատրեմ ինչի, որովհետև ընտրությունները կազմակերպում է հենց այն համակարգը, որը այդ տեխնացուները ասում են, որ իրանք իբր պետքա վերացնեն։ Էսի ժողովրդին հիմարի տեղ դնել չի, բա ինչ է, այն որ զուտ աթոռ փախցնոցի համակարգին դեմ լինելու անվան տակ։ Հայր ջան, այս տրամաբանական հակասությունը, այդ նույնն է, որ խնդրես Բերթի, Բանտի կամ Ամրոցի կառուցողին ու պահպանողին, որ ընտրի, թե ով պետք է իր բանտը քանդելու։ Այս համակարգը բանտ է, ու ոնց է կարծում, այդ բանտապահը թույլ է տալու, որ իր համակարգի մեջ, իր վերահսկողության տակ անցնեն ընտրություններ ու ընտրվողն էլ գա ու իր բանտը քանդի, լավ էլի։ Արդյոք բանական մարդը կարա այդքան միամիտ լինի։ Ու թող ձեզ չթվա, որ ձեր այդ տեխնացուները այդքանը չեն հասկանում։ Հասկանում են, ուղղակի իրականում իրանք չեն ուզում քանդեն այդ համակարգը, այլ ուզում են գան դառնան այդ համակարգի մի մաս ու իրանք էլ օգտվեն։ Մոռացեք, որ ընտրություններին մասնակցող տեխնացուներից գոնե մեկը այս համակարգը քանդելու է ու դուք էլ սկսեք լավ ապրելը։ Համակարգը քանդելու նպատակ ունեցողը ի սկզբանե գնում է ամբոստության ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհն այսօր ընտրել է մենակ Լույսի բանակը, մնացածը համակարգի ներսում ընդամենը ընտրվելու ցանկություն ունեցողներն են, սա հստակ իմացեք։ Ու իմացեք նաև, որ յուրաքանչյուրը, ով ձեզ քարոզում է մասնակցել ընտրություններին ու իրան ընտրել, ինքը թքած ունի ձեր վրա էլ, երկրի վրա էլ։ Ցանկացած ձեր տեխնացուին ուղարկեք ուղիղ եթերով այս թեմայով բանավիճելու մարտահրավերս, ու ես ձեր աչքի առաջ ձեր տեխնացուի դիմական նենց կճղեմ, որ ոչ մեկին քիչ չի թվա։ Դե թող մեկը ռիսկ անի ու գա հետս օնլայն բանավիճելու այս թեմայով, չեն գալու, որովհետև իրանք էլ գիտեն, թե ինչ եմ ասում ու իրանք իրականում ինչ են ուզում։ Նենց որ հայր ջան, մոռանում ենք այդ համակարգային տեխնացուներին, մերժում ենք ընտրությունները ու այդ ընտրություններից առաջ միասին դուրս են գալիս համակարգը հիմնահատակ փոխելու։ Հակառակ դեպքում գալու է օրը հասնի ընտրություններին ու նորից մոտակա 10 տարին ազգովի դոփենք նույն տեղում ու արդեն չգիտեմ էլ գոնե մի արժեք մնացած կլինի թե չէ։ Նենց որ այդ օնլայն ցուցակները որ դնում են, այդ նկարները, բաները, թե բա ում կընտրեք, ձեզ դնում են ստիպողաբար համակարգային ընտրության առաջ, որ շեղվեք իրական պայքարից։ Ուզում եք առաջի հարվածը հասցնեք համակարգին, ամեն այդ օնլայն հարցադրումների տակ գրեք ոչ ընտրություններին, միայն վերածննդի շարժում Լույսի բանակի հետ, ու նայեք ոնց է այդ համակարգը սկսում դրդռալ ու ընկնել ցայտոտնի մեջ։ Փորձեք ու կհամոզվեք։ Ու հայր ջան, հիշեք մեկ ընդմիշտ, որ ընտրություններով գալիս են ոչ թե համակարգը քանդողները, այլ այդ համակարգի թարմ դեմքերը։ Այսօր ընտրություններ քարոզողները ոչ թե ելք են, այլ ծուղակ։ Իրանցից յուրաքանչյուրը իր դերն ունի այս ներկայացման մեջ։ Ու այս Սուրեն Պապիկյան, ապիկար նախարարներ, ձախողված կառույցներ, սրանք առանձին չեն մերժվում։ Սրանք մերժվում են միանգամից ու վերջնական։ Ու դրա համար պետքա ոչ թե նոր տեխնացու կամ օնլայն քվեարկություն, այլ ազգային կամք։ Լույսի բանակը կուսակցություն չի, Լույսի բանակը գիտակցական անցում է։ Վերածննդի շարժումը լոկ իշխանության պայքար չի, այլ իշխանության հասնելու միջոցով եղած համակարգի վերաձևավորման ձգտում է։ Ու եթե խնդիրը մի մարդ լիներ, իրան վաղուց կփոխեին, քանի որ խնդիրը համակարգն է, այդ առանձին մարդուկները, որոնք խնդիր են հանդիսանում, իրենց պահում են։ Ու քանի դեռ այս համակարգը կա, Պապիկյանները, Փաշինյաններն ու Ավանեսյանները, Քոչարյաններն ու Սարգսյաններն ու Տեր-Պետրոսյանները հայել գալու են ու գնան։ Իսկ մենք իրանց գնալ գալու ֆոնին շարունակելու ենք կորցնել, զրկվել, դժգոհել ու օր-օրի վերանալ որպես ազգ ու որպես պետություն։ Ու հայր ջան, հիմա արդեն ժամանակն է ոչ թե գնալ ընտրությունների ու ընտրել, այլ վերացնել այդ սահմանափակ ցանկով ընտրելու պարտադրանքը։ Ժամանակն է ոչ թե հույս ունենալու, անհիմն սրաներադատարկ խոստումների վրա հույս դնելու, այլ կանգնելու Լույսի բանակի կողքին ու ինքնուրույն գործելու, ինքնուրույն երկիր ու պետություն կառուցելու։ Այդ դեպքում վստահ կարամ ասեմ, որ այս մեր վերջը չի, այլ մեր բոլորիս ազատ, անկախ, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի սկիզբն է։ Նենց որ սպասեք ու պատրաստ եղեք մինչև ընտրությունները միանալու վերածննդի շարժմանը։ Հիշեք, կրկնեք ու հավատացեք, միայն Լույսի բանակ ու առաջ Աստված։ Լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ, կհանդիպենք բոլորս վերածննդի շարժման շրջանակներում։ Լավ մնացեք։
Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։